Ռուբեն Մխիթարյան Նոր իսկական հայկական հեղափոխությունը պետք է վերադարձնի մեր ազգին թե նյութական, թե ազգային, թե մեր հոգիների թալանը։ 2021-ի փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գենշտաբը պահանջեց Նիկոլի հրաժարականը։ Հայտարարության տակ ստորագրել էին գենշտաբի 40 բարձրաստիճան զինվորականներ եւ գեներալներ, գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։ Հետո այդ բարձրաստիճան զինվորականներն ու գեներալները սկսեցին զգաստ ոտքի կանգնել Նիկոլին տեսնելիս։ Օնիկ Գասպարյանը անհետացավ։ Կարծես այդպիսի մարդ չէր եղել։ Իսկ Նիկոլի հրաժարականը պահանջող Էդվարդ Ասերյանն էլ կոչումի բարձրացում ստացավ եւ դարձավ Նիկոլի Սրտիկի գենշտաբի պետը։ 2020-ի դեկտեմբերի 8-ին տարածվել էր Կաթողիկոսի հայտարարությունը, որում ասվում էր. թելադրված երկրի առջև ծառացած եւ անհանգստացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին եւ ներքին լուրջ մարտահրավերներով եւ վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները։ Եկեղեցու այս դիրքորոշումը բազմիցս հաստատել են մայրաթուռի բոլոր սրբազանները, նույնիսկ նրանք, ովքեր Նիկոլի դիմաց կանգնած խեղճացած հայացքով աղերսում էին մի գեներալի կոչում էլ իրենց բաշխել։ Համաձայնվեք, որ շատ նման իրավիճակներ են։ Իրականությունը կայանում է նրանում, որ թե այդ գեներալները, թե սրբազանները ուղղակի շատ սովորական մարդիկ են, մահկանացուներ, որոնցից ձեր ակնկալիքները եղել են կիսաաստվածային։ Առաջիններից դուք ակնկալել եք սպայի պատիվ եւ խոսքի ամրություն, մյուսներից հոգեվոր խորություն եւ առաքինություն։ Ահա այդպես էլ ձևավորել ենք այն բոլոր լեգենդները մարդկանց, անձերի, ղեկավարների եւ պետական այրերի մասին, որոնց կուրորեն հավատացել ենք, ու հիմա էլ հուսախաբ ենք եղել։ Նորից հուսախաբ ենք եղել, էլի հուսախաբ ենք եղել։ Մեր հազարամյակների պատմության մեջ 1000-րդ անգամ հուսախաբ ենք եղել։ Իսկ կա մի բան, որը հստակ է. Հայաստանին ու հայ ազգին իրոք պետք է հեղափոխություն։ Հեղափոխություն, որը ջարդ ու փշուր կանի նեխած համակարգերը եւ չի սահմանափակի միայն անձերի տեղափոխությամբ։ Հեղափոխություն, որից հետո նույն թալանչիները այլ կոչերի ու երգերի տակ չեն շարունակելու իրենց պալատական ծառայությունները, հիմա էլ նոր տերերին տալով լափած քեշբեքը։ Հեղափոխություն, որով պետք է փակվի անցյալից եկածների ու անցյալով անդադար վերարտադրվողների էջը։ Նոր իսկական հայկական հեղափոխությունը պետք է վերադարձնի մեր ազգին թե նյութական, թե ազգային եւ թե մեր հոգիների թալանը։